Երեք շատ ծանր օրեր։ Հոգնեցրի ինձ ուղակի տեսանյութեր դիտելով YouTube-ում մի քանի մայրերի պատմություններ նայեցի, որոնք իրենց վիշտը հաղթահարելու մասին էին խոսում, իրենց ողբերգությունն էին պատմում մանրամասնությամբ և հիմնականում նրանք դարձել էին հավատացյալ կամ նախկինում էլ էին հավատացյալ։ Տարբեր ազգերի կանայք էին։ Մեկն էր հայ, լավ ռուսախոս, շատ գեղեցիկ մի աղջիկ, որը երկու երեխային միանգամից էր կորցրել, գետում խեղդվել էին։ Այս ամբողջ պատմությունների մեջ ես նայում եմ, փնտրում եմ, թե ինչպես են կարողանում ապրել դրանից հետո։ Մի ալիքը, դա մի կնոջ օրագիր էր, որը գնչուի էր ըստ երևույթին և ապրում է Բուդապեշտում, շատ գրագետ կին, ռուսախոս և կիրակնօրյա դպրոցում աշակերտներին, երեխաներին, ընդ որում այլ ազգի, այլ հավատի տեր երեխաների ռուսաց լեզու է ուսուցանում և նաև երևի կրոն։ Նախ օրագիրը բացվել էր շատ շուտ և ես նայում էի արդեն 100-րդ օրվա իրեն թողարկումը։ Եվ այդ կինն էլ փորձելով բավականին ինֆորմատիվ լինել, հույզերը չխառնել պատմածին, բացատրում էր, որ ինչպես է հավատալը իրեն օգնում, որպեսզի նա չտառապի և կարողանա ապրել այն նույն ձևով, գրեթե այն նույն ձևով, ինչպես նախկինում է ապրել և օգտվի կյանքի բարիքներից, կյանքի հաճույքներից, կարողանա մի խոսքով հնարավորինս լիարժեք ապրել։ Երկրորդ կինը, այդ մեր հայ աղջիկը շատ մեծ հարված էր ստացել և փաստորեն ճիշտ է երեխա էր ունեցել, բայց հետո ամուսինն էր մահացել, մայրն էր մահացել և միանգամից իրեն հաջողվել էր կառչել հավատից։ Այսինքն ինչպես իրենք են ասում, ճանաչել էր Հիսուս Քրիստոսին։ Եվ էլի պատմություններ կային, որոնք, ասենք հոգեբան կին էր, շատ զարգացած, շատ երիտասարդ, որի տղան նարկոտիկներից էր մահացել, չնայած ինքը լինելով բավականին ձեռներեց կին, միևնույն է չէր կարողացել կանխել և այլն։ Նա էլ բացատրում էր, որ չունի մեղքի զգացում, իրենից կախված ամեն ինչ արել է և հիմա իր կյանքը շարունակվում է, իր ընտանիքի կյանքը շարունակվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ուրախ, երջանիկ։ Այդ ամբողջ պատմությունները նայելով ես իհարկե տարբեր զուգահեռներ էի անցկացնում և ինչ էր իմ ուզածը հասկանալ, թե ինչպես են այս կանայք իրենց հենարանները գտել։ Եվ արդյոք դա կարող է իմ համար օրինակ լինել։
3 ամբողջ օրը ես փորձեցի իրենց ասածները տեղավորել իմ գլխի մեջ։ Արդյունքում ոչինչ չստացվեց, հոգնեցի, միտքս հոգնեց, զանազան մտքերի շուրջ մտածելուց հետո վերջապես դիմեցի ChatGPT-ին, այն որ մարդիկ կամ չգիտեմ հիմա ասում են լավ չի, բայց ես իմ համար դրական բաներ գտնում եմ, շատ լավ է, ում դիմեմ, որ այդպես էժան և որակով խորհրդատվություն անի։ Եվ կետերով ինձ համար բացատրեց, որ դու փնտրում ես այդ մարդկանց մեջ այն, թե ինչ են գտել և ինչպես են գտել իրենց հենարանը, Աստծու շնորհիվ, Աստծու միջոցով, բայց դա պարտադիր չէ, որ քեզ համար նույնը լինի, որովհետև քո հարցադրումները, քո այս պահին ուզածը այլ է։ Եվ բացատրեց, թե հավատալու դեպքում ինչ կոնկրետ բաներ են ստանում հավատացող մարդիկ նման դեպքերում։ Առաջինը չկտրվող կապի գաղափարն է, այսինքն երբ հավատացյալներն ասում են, որ մահը չի կտրել այն կապը, որն ունենք կորցրած մարդու հետ։ Հավատալու դեպքում մարդը պատրաստվում է ապրել մի աշխարհում, որտեղ կորուստը չի համարում որպես մի պատահական հարված, այլ առանց իմանալու ինչուն, թե ինչու այդպես եղավ, փորձում է ապրել այնպիսի միջավայրում, որտեղ կորուստը չի համարվում պատահականություն կամ անիմաստ։ Երրորդը մարդը գտնում է ներքին հասցեատեր, այսինքն խոսում է Աստծու հետ, աղոթում է, պատմում է այն ամենը, ինչը իրեն ցավեցնում է և փաստորեն դրանով նա նաև իր մենակության հարցն է լուծում։ Մյուսը դա թույլտվություն ստանալ ապրելու համար, այսինքն այդ դեպքում նրանք ստանում են այն թույլտվությունը իրենց կյանքը նույնիսկ ուրախ շարունակելու համար։ Այդ ուրախության զգացումը առաջանում է այն թեթևությունից, այն թույլտվությունից, որ իրենք ստանում են այդ հոգևոր գաղափարներից։ Երբ կյանքը քանդվում է, հավատը նորից կարող է ասել, ինչն է կարևոր, բարությունը, համբերությունը, գթասրտությունը, ծառայելը, ահա դրանք էլ են այն հիմնական կետերը, որոնք ևս հավատացյալ մարդու ներաշխարհի կարևոր մասն են։ Եվ մի շատ կարևոր բան, որ հավատը լրացնում է հույսի տեղը, այն որ հույս չի մնում նման
ողբերգություններից հետո հավատը օգնում է հույս ունենալ, ուղղակի առանց բացատրության։ Այսօր ես այդ ինչուներից դեռևս չեմ կարողանում ազատվել, ինչու եղավ, ինչու կյանքը այսպիսի անսպասելի շրջադարձ արեց, ուզում եմ ոչ թե նրանց նման մտածել, թե արդեն ինչ եղավ, դա թողնել և անցնել, ինչպես ապրել, ոչ թե ուզում եմ գտնել Աստծուն նրանց միջոցով, այլ փորձում եմ հասկանալ, ինչն է նրանց հենարանը, ինչպես օգտվել դրանից, բայց չդավաճանելով սեփական մտածողությանը։